Հաջորդ կարևոր նրբությունը, որի վրա ուզում եմ հրավիրել մեր ուշադրությունը եւ որը նույնպես ցավոք շահարկումների տեղիք է տալիս։ Խոսքը վերաբերվում է, ես եթե ճիշտ հասկացա, այդ թվում 3 խորհրդանական քննարկումներից հատվածական սահմանազատում կոչվող թեմային։ Սա ուղիղ կապ ունի նախագծի հետ, որովհետեւ եկեք պատկերացնենք, որ այս տեղով պետք է անցնի գազամուղ։ Այս հատվածում սահմանազատված չեն մեր սահմանները եւ մեր սահմանազատման հանձնաժողովները մինչեւ օգոստոսի 8-ը ընդունել են պայմանավորվածություն են ձեռք բերել, ընդունել են որոշում, որ մեր սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա հյուսիսից հարավ եւ բայց մյուս կողմից առաջացել է նաեւ ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտություն։ Հիմա ենթադրենք կամ ինչու ենթադրենք երկաթուղին, որը պետք է կառուցի, որը պետք է լինի երկաթուղու կառուցման նուղված առաջին գործողությունը։ Պետք է սահմանը սահմանազատվի այն լայնությամբ, որը անհրաժեշտ է, որ երկաթուղին անցնի, կամ խողովակը, կամ մալուխը, կամ էլեկտրահաղորդման գիծը։ Եվ որպեսզի սա նաև այդ ենթակառուցվածքների աշխատանքի բնականon ընթացքը ապահովելու համար անհրաժեշտություն է։ Եվ եթե այդ ենթակառուցվածքի համար անհրաժեշտ է ենթադրենք 5 կիլոմետրանոց հողաշերտ կամ մի անհրաժեշտ տեխնիկական այդ թվում լայնությամբ պետք է նախ իրականացվի սահմանազատում, որից հետո շինարարություն, որպեսզի տարընթերցում չլինի։ Այս շինարարը հիմա շինարարը ինքն էլ համոզված լինի, ինքը որ երկրի տարածքում է գործում, որովհետև Հայաստանի կոնկրետ Հայաստանի կողմից կամ Trip ընկերության կողմից լիազորված շինարարները պետք է համոզվեն, որ իրենք Հայաստանի տարածքում են աշխատում, որպես նրանք համոզվեն, որ Հայաստանի տարածքում են աշխատում, պետք է սահմանը սահմանազատված լինի, վերահաստատված լինի։ Իհարկե կան խորհրդային ժամանակների սահմանագծերը, բայց սահմանազատման գործընթացով, որը իմիջայլոց ուժի մեջ է մտել 2024 թվականին վավերացված երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, այսինքն ընթացակարգով պետք է վերահաստատված լինի։ Այսինքն սա ենթակառուցվածքների կառուցման համար շատ կարևոր առաջին եւ նախնական քայլն է։ Հիմա ինչպես է հաջորդիվ իրականացվելու ծրագիրը։ Ինչպես է Trip Root ընկերությունը աշխատելու հողի վրա, ինչպես է ստանալու կամ ինչ է ստանալու այդ հողի հետ հարաբերվելու։ Այնինչ մինչև հիմա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է մի ինստիտուտ, որը կոչվում է կառուցապատման իրավունք։ Կառուցապատման իրավունք, որը մինչև հիմա Հայաստանում տասնյակ անգամներով կիրառվել է, այսինքն ընդ որում տարբեր երկրներում տարբեր կերպ է կոչվում այս ինստիտուտը։ Երկրներ կան, որ իրանք լիզ են անվանում, այսինքն որ թարգմանաբար նշանակում է վարձակալություն, մեր երկրում այդ ինստիտուտը կոչվել է, այսինքն նախկինում այս ընթացքում կոչվել է կառուցապատման իրավունք։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ որոշակի իրավական ընթացակարգերով որոշակի ընկերություն ստանում է տարածք, այդ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով շահույթ ստանալու համար։ Եվ առանձնահատկությունը այն է նաև այս ինստիտուտի, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Այս շատ կարևոր նրբություն է։ Բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Այսինքն ինչ որ մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք, այդ հողը եղել է, կա եւ միշտ ընթացքում դրանից առաջ, դրանից հետո շարունակում է մնալ
Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ ինչպես արդեն ասացի, պետական որևէ մարմնի, որևէ գործունեության համար այդտեղ որևէ սահմանափակում չի իրականացվում Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Հիմա երկու տարբերակ կա, կառուցապատման իրավունքը նախատեսվում է ժամկետով։ Հիմա հաջորդ խնդիրը ժամկետի հարցն է եւ հիմա քննարկում է երկու սցենար՝ 99 տարվա սցենարը եւ 49 տարվա սցենարը։ Ինչի հետ է կապված ժամկետը կամ ժամկետների կարգավերումը ինչի հետ կարող է կապված լինել, որովհետեւ ինչպես կռահեցիք, այդտեղ ներդրումներ են արվելու եւ ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք օրինակ ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ։ Սա շատ կարևոր նրբություն է եւ հիմա այդ քննարկումներն են, ընդ որում այդ քննարկումներին մեր վերաբերմունքը այսպես ասած տեխնիկա տնտեսական է կամ ֆինանսատնտեսական է։ Այսինքն ստեղ մենք քաղաքական կոմպոնենտ չենք տեսնում մի պարզ պատճառով, չկա այդտեղ քաղաքական կոմպոնենտ, այնտեղ կա ֆինանսական կոմպոնենտ, ով ինչքան է ներդնելու եւ որն է հաշվարկը, թե ինչքան ժամանակում այդ ներդրումները կարող են հետ ստացվել որոշակի շահույթով։ Էս էլ ասեմ, որովհետեւ մեր իրականության մեջ երբեմն պարզվում է, որ նման նրբություններին անդրադառնալու անհրաժեշտություն կա, մարդիկ սովորաբար ներդրում անում են այդ գումարը եւ գումարած որոշակի տրամաբանական տոկոսով շահույթ հետ ստանալու համար։ Աշխարհում ներդրման ուրիշ մեխանիզմ գոյություն չունի պարզապես։ Հիմա ուրիշ հարց։ Trip Root կամ Trip ընկերությունը ինքը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ձևավորված համատեղ ձեռնարկություն է, բայց ինքը, այսպես ասած, լայն պրոֆիլի քաղաքական պայմանավորվածությունը իրականացնելու պրոֆիլի ձեռնարկություն է։ Ինքը պրոֆեսիոնալ չէ երկաթուղու, էներգետիկայի, նավթի, ինտերնետի եւ այլ ոլորտներում եւ հավանականություն է առաջանալու անհրաժեշտություն գուցե դեպքերի մի մասում, գուցե բոլոր դեպքերում, գուցե դեպքերի մի մասում հրավիրել պրոֆեսիոնալ ներդրողների, ովքեր տիրապետում են այդ գործին, ինչպես փող դնել տվյալ ոլորտում եւ ինչպես փողը շահույթ ստանալ։ Եվ այստեղ մենք նաեւ այստեղ է, որ մենք ասում ենք, որ ներդրումային նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում այլ ընկերությունների համար եւ իհարկե մենք ամեն դեպքով պետք է քննարկենք Trip ընկերության շրջանակներում, Trip-Root-ի շրջանակներում, թե որտեղ ինչ մոդել են ընտրում, որովհետև պետք է գնահատվի կարողությունները, պետք է գնահատվի ֆինանսական հնարավորությունները եւ պետք է ամեն դեպքով կայացվի որոշում։ Բայց ելի ուզում եմ ընդգծել, եւ իմիջայլոց, սա Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրի մեջ ընդգծված է, որ Հայաստան եւ Միացյալ Նահանգները կքննարկեն երրորդ կողմերի ներգրավվածության շրջանակը։ Սա սրա մասին է, թե մենք պետք է քննարկենք, թե ինչ երրորդ ընկերություններ կարող են մասնակցել, ինչ հիմունքներով, եւ այստեղ ուզում եմ ընդգծել, որ այստեղ որևէ ներդրողի ներգրավման համար պետք է համաձայնություն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, սա ասում եմ նաեւ նրա համար, որովհետեւ մեր իրականության մեջ նաեւ քննարկում են սցենարներ, որոնց
որոնք ներկայացնողների կարծիքով ռիսկեր են պարունակում Հայաստանի Հանրապետության համար։ Բոլոր ռիսկերը կառավարելու բոլոր գործիքները ունեն։ Ուզում եմ ընդգծել նաև հետևյալ ընդգծումը անել, որ Trip-Root նախագիծը Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է, բայց արդյոք այս թեմայի հետ կապ ունի Ադրբեջանը։ Այո, այս թեմայի հետ կապ ունի Ադրբեջանը, որովհետև ինչպես տեսնում եք, եւ երկաթուղին, եւ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, մենք ըստ էության, եթե խոսում ենք արևելք, արևմուտք երթուղու մասին, այսինքն մենք կարող ենք երկաթուղի կառուցել, բայց եթե այդ երկաթուղին չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, չի աշխատի այդ երկաթուղին։ Ինքը նախկինում եղել այդ երկաթուղին եւ իրադրության քաղաքական իրադրության բերումով ընթացքում զրոյացել է եւ հետո գիտեք ինչա տեղի ունեցել։ Այսինքն նախագիծը ինքը երկկողմ Հայաստան Միացյալ Նահանգները, բայց ընդհանուր ըմբռնումը սա պետք է մեզ որպեսզի մենք ինտեգրենք մեր նախագծերը Ադրբեջանի նախագծի հետ։ Իհարկե համատեքստում պարզ է, որ Ադրբեջանի հետաքրքրությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվան ինքնավար հանրապետության միջև կապի մասին է, որ էլի հռչակագրում ընդգծված է, մեր հետաքրքրությունը նաեւ Հայաստան կապի մասին է Ադրբեջանի տարածքով, ընդ որում կարող է այդտեղ Ադրբեջանի տարածքով հետագայում բիզնեսը ինքը գուցե որոշ սցենարների նկատմամբ հետաքրքրություն առաջացնի, մենք Հայաստան, Ադրբեջան ասելով նկատի ենք ունենում այս քաղաքական աչքով այս երթուղիներն են կարդում, բայց այս էլ Ադրբեջան, այս էլ Հայաստան եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա շատ կարեւոր մի առանձնահատկություն կա երկաթուղու արևելքից արևմուտք իրենց շարունակության մասին, որովհետև մեր ընկալումը այն է եւ մեր ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրից Նախճեվան, հետո շարունակությունը երազ, շատ կարևոր է նաեւ այս երկաթուղին մինչև Թուրքիայի սահման ախուրիկ շահագործելու համար, այստեղ մենք ունենք կտոր, որը վերականգնման ենթակա է նույնպես շատ կարճ կտոր եւ մենք արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով։ Իհարկե գաղտնիք չկա, որ Թուրքիայում սկսվել է Ղարս Դիլիջու, այսինքն Ղարսից դեպի Նախճեվան տանող երկաթուղու կառուցումը, բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մենք դիրքորոշումը, որը մենք կիսում ենք մեր գործընկերների հետ, հետևյալն է, որ այս դարակազմիկ շրջադարձը Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովը հնարավորություն է, որպեսզի այստեղ մի քանի միլիարդ դոլար չծախսվի այն պարագայում, երբ շատ ավելի փոքր ներդրումներով այդ նույն երթուղին ըստ էության հնարավոր է լինելու ապահովել ախուրիկ երասխ երթուղով եւ իհարկե մենք աշխատում ենք այս ուղղությամբ նման ըմբռնում եւ համաձայնություն ձևավորելու համար։ Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Վաշինգտոնի հռչակագրով նախատեսված է երկու երկրների Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաղորդակցությունների բացումը ներքին, այսինքն Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան-Հայաստանի տարածքով, երկկողմ, այսինքն Հայաստանից Ադրբեջան, Ադրբեջանից Հայաստան եւ միջազգային փոխադրումների համար, այսինքն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ եւ Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ, որը շատ էական նրբություն է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։